մարդ, ումից լավ ոչ ոք չէր կարող եմ ներկայացնել ընկերության տեսլականն ու ապագան։ Մարդ ում բիզնեսում ունեցած փորձի շնորհիվ մենք յուրաքանչյուրս հավաքվել ենք այստեղ այս գաղափարի շուրջ ստաբիլիզի ընկերության շրջանակներում եւ հանդիսանում ենք ընկերության մի փոքրիկ մասնիկը։ Հարգելի եւ սիրելի գործընկերներ, մեր հաջորդ խոսնակը, ով այսօր պետք է խոսա նրա մասին, ինձ թվում է բոլորիդ մոտ կա այնպիսի հարց, թե ինչպես ստեղծել այնպիսի թիմ, որ լինեն միշտ ներդաշնակ, լինեն միշտ ամուր ու աշխատեն ինչպես մեկ ամբողջություն։ Մեզ հետ է առաջնորդության և թիմային դինամիկայի ոլորտում հմտացած, ֆինանսական կայունության և բիզնեսի ստեղծման ճանաչված մասնագետ, ում 20 տարվա փորձը այսօր օգնելու է մեզ հասկանալ, թե ինչպես ստեղծել այդպիսի ներդաշնակ թիմ և կարողանալ հասնել ավելիին այս ընկերության շնորհիվ։ Նրա աշխատանքը հիմնված է 3 հիմնական սկզբունքների վրա։ Թիմի անդամների անհատական պոտենցիալի բացահայտում, հստակ հաղորդակցության մշակույթի ստեղծում, առաջնորդության ոչ ավանդական մոդելների կիրառում։ Նա կպատմի, թե ինչպես կարող ենք սովորական սխալներից խուսափել և կառուցել իսկական արդյունավետ մեկ ամբողջություն որպես աշխատող թիմ։ Եկեք հիշենք նաև, որ թիմը ոչ թե ուղղակի պատահականություն է, այլ ճիշտ մոտեցման արդյունք։ Եկեք ջերմ ծափերով դիմավորենք և ԲՄ խոսքը փոխանցենք մեր լավագույն լիդեր Լիպարիտ Զաքարյան։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ ծափողջունների համար, ողջունելու ընդունելության համար։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա ուսուցման ծրագիրը։ Ուրեմն բոլորը տեղավորվում են, մի այսպիսի դրվագ պատմեմ։ Նոր մի քիչ առաջ, չեմ ուզում անուններով ասել, ասենք մի քիչ տեղին չի, շփվեցի մի անձնավորության հետ, հենց դրսում էի շփվում։ Նա ինձ մի հատ բան ասեց, ես ամեն ինչ գիտեմ եւ դրա համար գնում եմ։ Ես շատ ուրախացա, որ այդպիսի մարդ կա, որ ամեն ինչ գիտի։ Ինձ մի հատ հարց տվեց, ասեց դուք փող ունեք։ Ասեց չէ, չունեմ։ Ես ուզեցա վիրավորել, ասեցի իսկ ում է պետք ձեր գիտելիքը, եթե դուք չեք կարող դա վաճառել։ Ում է պետք։ Հանրագիտարան կարող եմ առնել կամ ինտերնետով նայել, չէ՞, այսօր։ Մտած չի, պիտի չաթին հարցրեցիր, արհեստական ինտելեկտներ կարող է։ Այսօր արհեստական միտք մտածելակերպ, ինտելեկտ կա։ Դրա համար, երբ որ մենք սկսում ենք ինչ-որ բան լսել, մենք պետք է մի հատ մտածենք, արդյոք մենք տեղ ունենք նոր ինֆորմացիան վերցնելու, հա։ Ես երբ որ լսում եմ սպիկերներին, թեկուզ ինչ-որ թեմա են իրենք խոսում, ես միշտ կարողանում եմ նորը գտնեմ։ Գիտեք ինչի, որովհետև ամեն մարդ ունի իրեն տեսանկյունը։ Եվ այս կյանքը մի օրինակ չի։ Ամեն մարդ կարող է յուրովի ներկայացնել եւ կարող է հենց այդ մարդու փորձը ձեր համար լինի, ոնց որ ասում են, ճակատագրական իրեն այն միտքը, այն թեկուզ բառակապակցությունը կամ նախադասությունը, որը արտահայտում։ Եվ մի հատ այսպիսի բան կա, շատերը մտածում են իրեն կյանքում շատ անփոխարինելի են, բայց դե իրականությունը այդպես չի։ Եթե պատկերացրեք հերից ձեզանից, որ դուք չլինեք, կյանքը շարունակվելու է։ Իհարկե շարունակվելու է։ Ասեմ ընդհանրապես մի փոքր մեր սպիկերների մասին, մեր ելույթների մասին։ Երբ որ մարդիկ ինչ-որ տրեյնինգների են հաճախում, հիմա գիտեք, չէ, շատ մոդա են, ինչ-որ վերապատրաստում են անցնում, չէ, ինտերնետով եւ այլն եւ այլն։ Մարդիկ այնտեղ վճարում են, ասենք, հազարավոր դոլարներ, հա, եւ միլիոնավոր դոլարներ են, ինչ-որ մարդիկ նույնիսկ ծախսում են, եւ այդ տրեյնինգների ժամանակ մարդիկ պատրաստ են վճարել, եւ ես էլ եմ շատ այդպիսի տրեյնինգների մասնակցել, կարելի է ասել հազարավոր դոլարներ եմ ծախսել, բայց գիտեք ինչ եմ ես նկատել, որ մարդիկ կան մեծամասամբ,
այսինքն եթե վերցնենք մոտավորապես 70%-ը, նույնիսկ 80%-ը, մարդիկ վճարում են եւ չեն գալիս։ Չեն գալիս սովորում։ Ով կա ձեր մեջ մարդ, ով որ գրանցված է սպորտային ակումբում եւ գումարը մուծում է, բայց չի գնում պարապում։ Կան այդպիսի մարդիկ։ Կան, չէ, բայց չեք ասում։ Որտեղ այնտեղ գրանցում է եւ մարդիկ չեն գնում։ Նույնն է լինում է ուսուցման այս ծրագրերի հետ կապված, մարդիկ վճարում են եւ չեն գալիս։ Ասեմ, որ այն ամեն ինչը, որ դուք այստեղ կստանաք, ինքը իրոք արժի հազարավոր դոլարներ, եթե դուք պրակտիկապես լսեք եւ դա իրագործեք։ Իհարկե, միայն լսելով եւ պրակտիկային չանցնեք, ուղղակի ժամանակ անցկացնեք, դա կլինի նորից развлечение, հա։ Ուղղակի ռուսերեն լավ է հնչում, обучение, развлечение, հա, այսօր այդպիսի բան կա։ Բայց ասեմ ձեզ, որ այստեղ ինֆորմացիան շատ լուրջ ինֆորմացիա է, եւ եթե դուք վերաբերվեք որպես развлечение, նորից ավարտում կլինի ձեր այսօրվա այստեղ գտնվելը։ Ինչը վերաբերում է մեր հաջորդ, հա, կոնֆերենցիային, որը լինելու է, ես կոնկրետ այս կոնֆերենցիայից ելնելով շատ բաներ նկատեցի եւ կլինի լրիվ այլ ֆորմատով։ Մենք շեշտը չենք տնի քանակի վրա, այլ կտնենք որակի վրա։ Եվ հաստատ համոզված եմ այն մարդիկ, ովքեր այսօր այստեղ գտնվում են, իրենք ինչ-որ նպատակով են եկել։ Մարդ կա, որ ասենք ինչ-որ, ասենք եկել եք, դեր նպատակը ուղղակի գալն է։ Օրինակ, ով կարող է ձևակերպել իր նպատակը, ինչի եք այսօր եկել ուսուցման այստեղ, ինչի համար, ով կարող, կա այդպես բան։ Շատ ուրախ կլինեմ լսել։ Ասա, Հորիջան, ինչի համար ես եկել։ Բիզնեսի զարգացման համար։ Տեսեք, բրուրը եկել է ռեալ նպատակ։ Մի բան ավել սովորենք, լավ է, էլի։ Մի ավել բան գերցակ, շատից վնաս չկա։ Ասեմ ձեզ, խնդրեմ ասեք։ Ստանում են հարցեր, որ ստանում Որոնք որ տալիս են, հա։ Ավելի վստահ լինեք։ Խնդրեմ դուք ասեք։ Մոտիվացիայի համար եք եկել։ Դուք ասեք։ Կապիտալի գնացեք ավելացրեք, ոչ ոքի։ Կամ այստեղից կարող եք ավելացնեք։ Բոլորս կտեսնեք ինչքան գումար ավելացրեցիք։ Շնորհակալություն։ Ֆորմի մեջ մնա, հա, ֆորմի մեջ մնա։ Կան էլի մտքեր կաղապարներ։ Իսկ կա այդպիսի մարդ, որ եկել է ասեք։ Որ աշխատում ենք, ինչ-որ մի բան չի ստացվում, նոր հասկանալ մեր սխալները, որտեղ ենք սխալը։ Սխալները հասկանանք, հա, շատ լավ է։ Կոնֆերանսների զարգացում ունենակ ասեք։ Փորձը փոխանցենք։ Դու ես ուզում ասես, ասա։ Համաձայնություն, որպես որ սենց միջոցառում կա։ Որը կարողանամ հետո մարդը ներգրավում, հա։ Իսկ կա այդպիսի մարդ, որ ասենք իր առաջ ռեալ նպատակ է դրել, ասենք կոնֆերենցիայից հետո խոսքի առաջիկա մի շաբաթա $1000 փող աշխատել։ Ես։ Նաև իմ մոտ մի այսպիսի մտորում առաջացավ եւ տվյալ սլայդը կազմելուց, երբ որ ես կազմեցի այս սլայդը, իմ մոտ այսպիսի միտք առաջացավ։ Արդյոք մենք կարող ենք մեկ բառով ձևակերպենք մեր երազանքը։ Մեկ բառով կա այդպիսի բառ, որ կարողանա ձևակերպել։ Ազատություն։ Էլի ճարժի։ Ֆինանսական անկախություն։ Կայունություն։ Ճանապարհորդություն։ Հպարտություն։ Նպատակասլացություն, նպատակի գնալու ցանկություն։ Կա էլի մտքերով դեր կարող։ Դե կերեք ձեր մոտ։ Դե կերեք ձեր մոտ տեսնենք։ Կերեք ձեր մոտ տեսնենք, նայեք ինչ ձևով է լինում մեր ամենը։ Մարդիկ կային, ովքեր ասեցին։ Օրինակ ասեցին ազատություն։
Չէ՞։ Ով է ուզում այդ ազատությունը, ինչից ազատություն խոսք։ Ազատ աստվածայնորից։ Լավ մի քանի բնակավարում։ Մի քանի բնակավարում։ Իսկ ասենք ամեն մարդ իր ձևով է տեսնում։ Մարդկա աշխատատեղի կախվածություն ունի, չէ՞։ Եվ ամեն առավոտ գնում է, ասենք, այսպես ասած, ռոբոտի պես, հիմա ստեղծում են ռոբոտներ, որ փոխարեն են աշխատողներից, աշխատում են, չէ՞։ Ազատություն ճանապարհորդելու մեջ, չէ՞, ճանապարհորդությունների մեջ։ Ֆինանսական ազատություն կարելի է ասել, չէ՞։ Օրինակ, երբ որ գնում ենք ռեստորան, նայում ենք որ կողմը։ Աջ կողմը, ձախ կողմը։ Օրինակ, ես շիրեմ, որ Երևանում են կա այդպիսի խանութ, շորերի խանութ կար, երեկույս այն կողմի վրա նայեցի, կները գրված չէր։ Ուզում եք այդպիսի խանութից օգտվել։ Այդի կոչվում է ազատություն, որ գնում ես, ես որ գնացել էի Մոնակո, այնտեղ ամենաթանկ խանութները կար, բնականաբար, չէ՞։ Ինչ կար։ Մտի արվեստում ասում են խոսքի $100,000 եվրո կամ ինչ կա որ ասեցի։ Այսինքն դու չես մտահոգում, դա ազատություն է։ Ազատություն է։ Կարող ես դու տալ, չեմ ասում այնտեղից դուրս չգաս, բայց կարող ես քեզ դուրս տալ, չէ՞ այդ բանը։ Հələ մտածեք, այն ինչի հետ կապված կարող է լինել ձեր ազատությունը, ոնց որ մենք շատ ժամանակի ազատություն, որ դու ես տնօրինում ժամանակը։ Տեսնում եք ինչպիսի թանկ արժեքն է, երազանքի բառերը, ազատություն, անվտանգություն, մարդկա անվտանգություն է զգում, չէ՞, վստահություն, մարդկա կարասի իմ ընտանիքը, մասնագիտական առումով, հաջողություն եմ ուզում ունենալ, ճանաչում, կար այդպիսի մարդով ուզում է ճանաչում ունենալ։ Մարդիկ կան սիրում են ճանաչվածներ։ Ջամշիրանը չասեց փող։ Մեր բառը փող։ Եվ ազդեցություն։ Եթե վերցնենք արդեն մյուս արժեքները, սերը, աճը, անձնական աճը, մարդկա, որ այստեղ անձնական աճ է ապրում, մտածելակերպն է փոխվում, տեսնում եք։ Այսինքն մի քանի արժեքներ ես փորձել եմ ձեր փոխարեն ինչ-որ ձևակերպել։ Հիմա ինչ եք մենք անում։ Մենք ստեղծելու ենք հենց այս կամուրջը։ Որն է խնդիրը։ Ստեղծենք կամուրջը, չէ՞։ Ստեղծվի կամուրջ, տեսեք, երազանքը մեկ բառով կա, տեսեք։ Երազանք կա մեր անձնական նպատակը։ Խնդրում եմ հիմա ձեր մոտ մեկ բառով ձևակերպեք ձեր այդ անձնական նպատակը։ Մյուսը, պետք է ունենալ գործիք, որ կարելի է հասնել այդ բառին, երազանքի, չէ՞։ Ինչ ձևով պետք է անեմ։ Ինչու համար եմ ես աշխատում այս ոլորտում, այս ընկերության հետ եւ փորձում եմ այս գործունեությունը ծավալել։ Ինչի համար։ Տեսեք, ես հաստ ունեցի, ասեցի, ինչու համար ես դու եկել այստեղ։ Հա, որտեղ ես գտել եմ միջոցը։ Արդյոք դու ունես միջոց դա ռեալիզացնելու։ Կարող է ունես, բայց հնարավորություն չի տալիս գիտելիքները փորձը, որ իրագործես, հա։ Շատ հաճախ, որտեղ է գտնվում մեր, ոնց որ ասած, հաջողությունը։ Ինքը հեռուտեղ չի, մեր ուղեղում է եւ այդպիսի խոսք ասում մեր քրտի տակ։ Շատ հասանելի հեռավորության վրա։ Ուղղակի մարդը միշտ փորձում է արժեզրկել, ինչը որ իր համար հասանելի է։ Դու կարող ես ասել այդպես չէ։ Ես ասեմ այդպես է ձեր անձնական փորձից ելնելով։ Եթե դու փորձում եք անմիջական ներկայացնել մեր բիզնեսը մարդկանց կամ ցույց տալ, անմիջապես ինչ են անում, սկսում են արժեզրկել, չէ՞։ Դուք մտածում եք, ես ինքս մտածում եմ, ես այդպես չէ։ Ես եմ այդպես։ Այսինքն ես էլ կփորձեմ եւ դիմացին արժեզրկել, եւ իմ ունեցած հնարավորությունները նույնպես արժեզրկել։ Տարբեր չափով։ Մարդիկա շատ են արժեզրկում, մարդիկա քիչ են արժեզրկում, մարդիկա ուրիշներին են ավելի շատ արժեզրկում, իրենց են ավելի բարձր տեսնում։ Այսինքն մենք պետք է հասկանանք մի բան, որ մենք ունենք բիզնես գործի,
որը կարող է մեզ անմիջականորեն մոտեցնել մեր երազանքին, մեր նպատակին, որը մենք գրեցինք մեր մոտ եւ ձևակերպեցինք։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում։ Զարգացում են գրել։ Այսինքն անհրաժեշտ է համապատասխան հմտություններ, պրակտիկ գործողություններ, որպեսզի ես հասնեմ այդ արդյունքին։ Տեսնում եք ինքը շատ պարզ է բուրգի մեջ ներառված, որը մենք կարող ենք անել, կարող ենք այդ կամուրջը ստեղծել։ Լավ է աշխատել։ Հիմա մենք պետք է հասկանանք մի բան։ Մենք պետք է ունենանք մի հատ կարևոր հատկանիշ, եթե ուզում ենք իրոք կյանքում հայտնվենք այնպիսի դիրքում, որը կբերի ակտիվ փոփոխություններ եւ մեր կյանքում եւ ուրիշների կյանքում։ Տեսեք, ով է այդ մարդը։ Առաջնորդն է այդ մարդը, այո։ Առաջնորդն է։ Ով է վախենում այս բառից։ Ես հաստատ հավատված եմ, որ կա մարդ, որ վախենում է այս բառից։ Առաջնորդ բառից վախենում է։ Այդ ոչ մի չի վախենում, հա։ Դե որ չեք վախենում, եկեք ինտեղ ելույթ ունեցեք։ Ով է գալիս։ Կա։ Առաջնորդի է սուրվա Գերմանը։ Կամ իրեն կարծիք կա։ Չէ, իրականում առաջնորդը ես գիտեք ինչ եմ մտածել, հələ մի բան պատկերացրել եք, որ դուք շատ մեծ առաջնորդ եք եւ դուք կարող եք ազդել ոչ միայն ասենք ձեր շրջապատի մարդկանց վրա, այլ ազգերի վրա։ Ազգի չէ, ազգերի։ Պատկերացնում եք, ինչպես պատասխանատվություն է, չէ։ Պատկերացնում եք, որ դուք կարող եք ասենք ելույթ ունենալ եւ իշքան մարդ կարող է լսի ձեզ եւ դուք ելույթ ունենալ։ Չեմ ասում երգիչներ եք։ Երգիչները ինչ-որ ձեով ունեն, չէ՞, առաջնորդային բան։ Ելույթ եք ունենում եւ ինչ-որ մարդկանց հետ կիսվում եք այնպիսի գաղափարների շուրջ, հա, որը վերում է զարգացում եւ փոփոխություն։ Օրինակ, ով կարող է այդպիսի թիվ նշել։ Ինչ թվից կվախենայի։ Ինչքան աուդիտորիալի մեջ, 2 հոգի, 3 հոգի։ Ձեր մեջ վախ առաջանալի քիչ։ 5000։ Մի փոքր եք վախենա։ Ինչ վախ է առաջանում։ Գիտեք, չէ, այդ վախենալու առումով ասել, ելույթի վախը համահավասար է մահվան վախի հետ։ Գիտեք։ Ես չեմ այդի, հիմա չեմ ուզում, բայց երևի ժամանակին զգացել եմ։ Մահի միջով անցել եմ, հա, ոնց որ ասում։ Դուք եք զգացել։ Ինչ է պետք է հաղթահարել։ Ինչ է պետք։ Երբ է խոսալ, Դու լավ էլ հաղթահարել ես։ Դու լավ էլ հաղթահարել ես։ Այսինքն, տեսեք, եթե մենք ուզում ենք փոխել մեր ֆինանսական վիճակը, մենք իրոք ուզում ենք ունենալ այն երազանքը, որին որ մենք փորձեցինք ձևակերպենք, որոշ մարդիկ փորձեցին, որոշները ոչ, բայց մենք պետք է հասկանանք կարևորագույն հանգամանք։ Մենք պետք է լինենք այս առաջնորդը։ Դու կարող ասես, ես առաջնորդ չեմ ծառայել։ Չէ, մեկ ասում, դե ինքն խելքի բանը չի։ Խելքի բանը չի։ Հնարավոր է դառնալ առաջնորդ։ Ձեր բերովի հատկանիշ է։ Մենք կարող է իծնե ունենալ գենետիկ առումով, չէ։ Հասկանում եք, որ ետագիտակցական, ասենք, բնազդային գենետիկայի մեջ կան մարդիկ, ովքեր միանգամից փորձում են առաջնորդի դիշտ գրավել, չէ՞, ինչ-որ հարցերի մեջ։ Հա։ Ու եթե իրանք առաջնորդ չեն, ես լավ չեմ ուզում, ես դրա չենք։ Հա։ Կամ եթե փորձեք խախտեք իրեն, ոնց որ ասում են, իրեն շահադիտական կողմերը, ինքը միանգամից պաշտպանում է։ Տեսել եք այդպիսի մարդկանց։ Մարդիկ կան անընդհատ կարող է զիջել, լավ բան է, զիջելն էլ է մեծ ուժ։ Բայց մարդիկ էլ կան մի հետև քայլ եւ իրենց շահը պետք է ինչ-որ ձևով խախտվեր, իրենք միանգամից ցույց են տալիս իրենց, հա։ Տալիս են ձեզ, ոնց որ ասած, հագահարված։ Զգացել եք։ Կան չէ՞ այդպիսի մարդիկ։ Մարդիկ կան, ասում են հաշվարկ են անում, որը ռեստորանը գնամ կամ մարոժնի չարմեն, չէ՞ փոքր որը ռեստորանը գնամ, որ ասենք քիչ դժվար չէ, որտեղ մենք սովորել ենք, որ պետք է խնայել։
Բայց մարդիկ էլ կան, մտածում են, այդ որ ռեստորանը կարող գնամ, որ այնպիսի հասարակության մեջ հայտնվեն, որին թանկարժեք վեգենացուց տան կամ շորերը կամ բրիլյանտից մատնիկը, որ ասենք առել եմ ու չեմ հասցրել կրել, այ շորի դե։ Ինչի համար եմ ես այս օրինակները բերում։ Ես ուզում եմ, որ մենք այսօր դիտարկենք առաջնորդության էությունը եւ հասկանանք մի հատ բան։ Առաջնորդությունը դա պաշտոն չի։ Դա պաշտոն չի։ Դա պաշտոն չի, ես ձեզ ասեմ, դու կարող եք ասել, այդի պաշտոն է։ Օրինակ դպրոցի տնօրենը առաջնորդ է։ Պաշտոն է, կարող է լինել առաջնորդ, բայց կարող է առաջնորդել չէ, բայց նա պաշտոն է։ Ի պաշտոն է, չէ։ Առաջնորդները շատ գրավիչ են։ Գրավիչ են առաջնորդ, պաշտոն է։ Կարող է լինել, այո, ճիշտ է, կարող ասեցի։ Կարող եք ունենա առաջնորդի հատկացում, բայց կարող եք բերել դնել այդ պաշտոնին, բայց մարդը չունենա, չէ, այդ հատկանիշները, որտեղ իրան դնել եք այդ պաշտոնին։ Դե հիմա, չգիտես, մենք ամենքս մեզանից ենք խոսում։ Այսինքն, պետք է նայենք, որ առաջնորդը այն մարդն է, ով որ կարող է թողնել ազդեցություն մարդկանց վրա։ Այո, եւ ինչ անի, ոգեշնչի մարդկանց, հա, այդպիսի ունարգություն եղեջի, հա։ Հիմա մեր գործի մեջ պետք է այդպիսի հատկություն, որ մենք կարողանանք իրոք ոգեշնչենք մարդկանց, հա, տրամադրենք, մոտիվացնենք տարբեր բառեր օգտագործում։ Պետք է այդպիսի հատկանիշ։ Անհրաժեշտ պայման է։ Հիմա եթե մենք չպարզաբանենք այդ պայմանը, մեկը կարող է վախենալ, ասել, այ քեզ բան, հա, փաստորեն ես դա պիտի անեմ, հա։ Եվ տեսեք ներքևում մի հատ բառ է գրված, գրված է ուղղորդում։ Հա, տեսեք։ Առաջնորդը ուղղորդում է դեպի ընդհանուր նպատակը, հա։ Ինքը գաղափարի մարդ է։ Գաղափարի մարդ է։ Ո՞վ է հասկանում։ Թե բարդ է։ Ես հասկանում եմ։ Ո՞վ է հասկանում։ Գաղափարը։ Գաղափարախոսության խնդիրը։ Հիմա շատերը ինձ ասում են, ես վստահ չեմ կարող վաճառել կամ ես չեմ կարող ունել առաջնորդ։ Բայց դու ընկալում ես մեր գործունեության գաղափարախոսությունը, իդեա, որտեղ մարդիկ գալիս են առաջնորդի մոտ ինչի համար, գաղափարի համար։ Դուք մտածում եք ապրանքի համար են գալիս։ Ապրանքը դա է գաղափարի դասերում, չի իդեայի համար են գալիս։ Ինչի են մարդիկ հետևում են մարդու, որտեղ տեսնում են ինչ-որ գաղափարի հետևից են գնում, չէ, այդպես չի։ Կարող է լինել քննադատություններ, չէ, քննադատում են հատկապես ովքեր, մյուս լիդերները, չէ, մյուս առաջնորդները, որոնք ուզում են ուշադրություն գրավել։ Դուք գիտեք, չէ, ինչի համար են քննադատությունը, օրինակ սոցցանցերում մյուսները քննադատում են եւ ինչի համար է դա արվում։ Աչքի իգնելու համար, որպեսզի առաջնորդը երևա, որ ինքը արտահայտեց մի հատ հակասական կարծիք եւ իրեն նկատեցին, հա։ Մարդը կա ասել այնպիսի կարծիք է արտահայտում, որ ծիծաղելի է։ Նույնիսկ կարող է կոմոդ առաջանա, դե տաղը բան կրել, կոմենտ կրել, էս ով է, էս խոսել չգիտի եւ այլն։ Բայց բարձրում է իրա կոմենտները, ասենք մի քանի միլիոն, բայց ով որ նորմալ է, խոսել ոչ ոք չի նայել իրան։ Տեսնում եք ինչպիսի դարաշրջանում ենք մենք ապրում։ Հիմա եթե մենք փորձում ենք իրոք ուշադրություն գրավել, ապա մենք պետք է ունենանք եւ այդ գաղափարը եւ պետք է մենք համարենք մեզ առաջնորդ մարդ։ Շատերը մտածում եք, որ ես պետք է սովորեմ նոր դառնամ առաջնորդ։ Ո՞վ է դες մտածում։ Մենով է մտածում։ Շատ փորձառու եք, գիտեք։ Սկզբում պետք է համաձայնվել այդ մարդի հետ։ Կա այդպիսի մարդը, որ համաձայնում է, որ ասում է, ես ուզում եմ դառնալ առաջնորդ, մարդկանց իրոք կարողանամ ոգեշնչել, իրոք ես մարդկանց վարակեմ այն գաղափարով, որը ես կրում եմ եւ փորձում եմ տարածել։
Օրինակ, ինչպիսի գաղափարախոսություն կա մեր բիզնեսի մեջ, ով կարող է ինչ-որ մեր գաղափարախոսական մաս ընդգծել։ Ինչ գաղափարախոսություն ենք մենք վաճառում։ Ով է վաճառում step token, rent token, այդպիսի մարդ կա։ Step token, rent token վաճառում եք։ Վաճառում եք unit բան։ Ինչ։ Ինչ արժեք, ինչ եք վաճառում։ Ֆինանսական, ֆինանսների կառավարումը չէ, դա գաղափարախոսություն է, չէ։ Այնտեղ կա տարբեր գաղափարախոսություններ, չէ։ Մարդու վաճառել են ավտան։ Եկամուտ ունենալը, այլ տեսա։ Մարդկա բիզնես ունենալը, տեսա։ Գաղափարն է վաճառում, չէ։ Գաղափար է, որտեղ բիզնես ունենալու համար տարբեր պրոցեսներ կարելի է ներառել, չէ։ Կարող է մարդը, ասենք, ունենա ֆիզիկական բիզնես, օնլայն բիզնես, տարբեր բիզնեսներ կարող, բայց գաղափարախոսություն կա։ Մարդկանց օգնելու հնարավորությունը։ Այս իշկան մարդիկ կան, որ իրեն չեն ռեալիզացնում այս կյանքում։ Հիմա դու որպես լիդեր հանդես ես գալիս այն ժամանակ, երբ որ դու կրում ես ինչ-որ մի հատ գաղափար քո մեջ։ Եվ դու այդ գաղափարի հետևորդն ես, չէ՞։ Քո կյանքի սկզբունքներն են դրա մեջ գրված։ Եթե դու խոսում ես մի գաղափարի մասին, ապրում ես այլ գաղափարներով, գոյություն ունի անհամապատասխանություն, նիսատվեստիա, չէ՞։ Էդի որն է, օրինակ ես այսօր ուշացած կայ, բայց դրամոտ բաններ ուշացումների, ասի, նավայցին։ Իրանք ինչ կասեն ինձ։ Խապեպա։ Խապեպա, չէ։ Այսինքն ով է խապեպա մարդը, ով որ ինքը խոսում է մի բան, ինչ կյանքում, մի գաղափարախոսություն, պետք է պայքարել, չգիտեմ, կոռուպցիայի դեմ, չէ, օրինակ, բայց ով է խոսում է դրանից։ Որ ամենաշարժական զամաց։ Դրա համար մենք ինչ եք ասում ենք չկա վստահություն։ Հիմա եթե մարդիկ շփվում են ձերել, եւ կա անհամապատասխանություն։ Դու խոսում եք այնպիսի գաղափարներից, որ դուք այդ գաղափարների կատարողը եւ հետևորդը չեք։ Ինչ է լինում։ Անհամապատասխանություն։ Չէ՞։ Եղավ անամոտ ինչ բաներ է։ Կամ հատում եք, ասում։ Ուրեմն կերեք ձեր մոտ, կրած։ Ուրեմն կերեք ձեր մոտ։ Դու, երբ որ կրեցիք ձեր երազանքը, իր մեջ պարունակում էր գաղափարախոսություն։ Չէր պարունակում։ Պարունակում էր, ով հասկացավ ինչ եմ ասում, թե չհասկացավ։ Գնահատականությունները։ Օրինակ ազատությունը դա գաղափարախոսություն չէ։ Ֆինանսական ազատությունը գաղափարախոսություն չէ, գաղափարախոսություն։ Եթե հետ գնան, ինչ տեսնենք, անվտանգությունը, որ մարդը կտրում է անվտանգ կյանքը, իր համար անվտանգ կյանքի ֆինանսական անվտանգությունն է իր համար կարևոր։ Երբ որ մարդը իրեն զգում է անվտանգ, վստահ այս կյանքում, դա ինչ է։ Ինչ է դա։ Նույն ազատության մի ձևակերպումներ են։ Մարդկա ընտանեկան արժեքները բոլորի համար կարևոր են, բայց մարդիկ կան հենց համար ասենք, նրանք ավելի կարևոր են, չէ՞։ Հիմա տեսեք ինչ պետք է անենք մենք։ Մասնագիտության մեջ կա, մարդը եթե չի հաջողվում եւ այլն։ Տեսեք մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է մեր երազանքի հիման վրա հասկանանք այն գաղափարախոսությունը, որին մենք հետևում ենք։ Որն է քո կյանքի գաղափարախոսությունը։ Օրինակ մարդիկ կան, իրենց կյանքի գաղափարախոսությունն է, որ իրենք ասենք դուրս կան փողոց, տեսել եք այդպիսի մարդկանց։ Առանց փող ասելու, դեր բաներով էլ կա, չէ՞, տես ինտերնետի մեջ եք տեսել։ Ավտոստոպով ամբողջ աշխարհը ման կա։ Իդեա, չէ՞, իր գաղափարն է։ Ինքը որոշի է, որ իր կյանքը բայց իր մոտ ստացվում է, իրեն մոտ ստացվում է, եւ երջանիկ։ Օրինակ ես հանդիպել եմ մարդկանց, հատկապես Եվրոպայում, ես շփվում եմ, ասենք, ընտանիքների հետ, ովքեր, ասենք, ունեն մեծ ֆինանսներ։
Բայց երեխաների համար ոչ հագուստը, ոչ ֆինանսը, իրանց համար ընդհանրապես երկու տեղ ընդհանրապես։ Եթե դու նայես, կարող ասես, որ ես բոժու որտեղից արի։ Որտեղ իր համար այդ արժեքները չէր։ Հապները չէր, ասեք մյուսը չէր, ուրիշ արժեքներ կան։ Հասկանում եք ինչ է դեպքում։ Հիմա հարցը առաջանում։ Ձեր արժեքների մեջ, ձեր երազանքների մեջ որն է, ինչ գաղափարի եք դուք հարում։ Եվ դա էլ պետք է ներկայացնել ու վաճառել, հա? Եվ դա դուք վաճառեք մեծ հաճույքով, չէ՞։ Դուք վաճառեք մեծ հաճույքով։ Չի նշանակում, որ բոլորն էլ ձեր հետ կդառնան գաղափարակից, հա? Ամեն մարդ ունի իր արժեքները, ունի իր սկզբունքները, բայց կան ընդհանուր սկզբունքներ, որտեղ մարդը զգում է եւ գալիս է ձեր դերից, հա, որպես է։ Մտածում է, որ ես կարողանամ այն ռեալիզացնել։ Եվ հիմա ես ուզում եմ խոսեմ առաջնորդության տեսակների մասին, հա, որ մի քիչ զգում եմ, որ արդեն ոնց ծանր մասը անցա։ Էլի մի քիչ մտածելու առարկա։ Ես բաժանել եմ մի քանի մասերի եւ ուզում եմ, որպեսզի հիմա տեսնենք մենք ինչ առաջնորդի ոճն է։ Հիմա տեսնենք, գտնենք մեզ ինչ ոճով ենք մենք առաջնորդում։ Մի քանի ոճեր են ներառել, եւ ուզում եմ, որպեսզի մենք մեզ տեսնենք, գտնենք մեր առաջնորդության ոճը։ Մենք խոսեցինք գաղափարից, հիմա խոսում ենք ոճ։ Հիմա տեսեք, ինչպիսի առաջնորդներ կան։ Օրինակ, դուք կարող եք ձեզ տեսնել։ Դուք ոգեշնչում եք մարդկանց, ոգեշնչում եք ապագայի վեհ երազանքներով։ Դուք կարող եք հստակ ներկայացնել պատկերը, թե ինչի կարելի է հասնել, եւ մարդիկ, ովքեր որ ձեզ հետևում են, ցանկանում են մտնել այն ապագա, մտնել այն կերպարի մեջ, այն պատկերի մեջ, որ դուք ներկայացնում եք։ Հիմա դուք պիտի զգաք, ինչ առաջնորդ եք, ինչ առաջնորդություն ունեք, ինչ ոճի առաջնորդ եք։ Պետք է հասկանանք, հիմա պարտադիր չէ դուք այսպիսի մարդ ունեք։ Տեսեք ինչ նորից եմ կարդում։ Կարող եք մարդկանց ոգևորել։ Ստացվում է ձեր մոտ, թե չի ստացվում։ Կարող է ինչ-որ իրավիճակի մեջ ստացվում է, ուրեմն դուք դրսևորեցիք հեռատես առաջնորդի հատկանիշները։ Եթե ինչ-որ իրավիճակի մեջ ստացվեց դա։ Հիմա տեսեք, դուք կարող եք մեծ երազանքներով ոգևորել եւ կարող եք հստակորեն ներկայացնել ապագան։ Այդ ապագայի երազանքը, տեսիքը, հա, կարող եք ձեռնարկել հստակ բառերով եւ մարդիկ ձեզ լսելով մտնում են այդ խաղապարի այդ ձեր լավագույն ապագայի պատկերի մեջ։ Հա դուք այսպիսի վարակիչ տնավորություն եք, դրսևորում եք։ Կարող եք մարդկանց ճիշտ ձևով ոգևորել։ Կարող եք դուք այդպիսի առաջնորդ չեք, բայց հիմա մենք կտեսնենք։ Մյուս առաջնորդության սկզբունքը տեսնում ենք, գրված է մենտոր, ուսուցիչ։ Ուսուցիչ։ Ինչպիսի առաջնորդներ եք դրա։ Դուք ավելի շատ սիրում եք կենտրոնանալ մարդկանց զարգացման վրա։ Օգնում եք նրանց բացահայտել իրենց ներուժը։ Դա ձեզ ավելի մոտ է։ Դա ձեզ ավելի մոտ է։ Դուք ավելի սիրում եք մարդկանց օգնել, բացահայտել իրենց ներուժը, հա ամեն հարցում օգնում։ Օրինակ մեկը գալիս մի բան է հարցնում, դուք մանրակրկիտ իրեն բացատրում ասում եք, չէ՞։ Տեսեք, մյուսը դա մոտիվատորն է։ Մոտիվատորն է։ Ինչ անում է։ Մարդկանց տալիս է էներգիա, ստեղծում է եռանդուն, խանդավառ մթնոլորտ, դա թե շրջապատում է այդպիսի մարդիկ, որ գալիս է փոխվում է։ Դուք տխուր նստած եք, ասեք ոչ մի բան մեկ եկա ու սկսեց փոխել։ Հա։ Ձեր ներկայությունը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը եւ խտանում է, մղում է գործողության։ Սա արդեն հենց մոտիվատոր մարդն է, հենց մոտիվատոր լիդերն է, առաջնորդն է։ Եվս մի հատ տեսակ է։ Մյուս տեսակը, այստեղ կենենք ռազմաբաժ, ինչպիսի մարդիկ եք, նայեք։
Դուք հիանալի տեսնում եք նպատակի հասնելու ուղին եւ կարողանում եք ուշադրից մեծ խնդիրները փոքր քայլերի բաժանել։ Մեծ խնդիրները բաժանել փոքր քայլերի։ Դուք երկուսի մարդ եք։ Եվ գնահատում եք այդ մարդկանց որ գիտեք ամենակարևորը որն է, որ խառնաշփոթ իրավիճակում իրանք կարող են այդպես բերել կարգ ու կանոնի, հա, եւ հաջորդական գործողություններով ցույց տալ լուծումը, օգնել մարդկանց այդպես։ Սա այդ ռազմավարական մտածելակերպ ունեցող մարդիկ են այդ լիդերները։ Եվ մյուսը համակարգող մարդն է։ Տեսեք, համակարգող լիդերներ։ Ով որ ինչ կարող է անել, կարող է միավորել, տեսնում եք։ Դուք կարողանում եք միավորել տարբեր մարդկանց, բաշխել առաջադրանքները, հաշվի առնելով յուրաքանչյուրի ներուժը։ Դուք կարողանում եք ճիշտ ձևով բաշխել ուժերը, հասկանալ մարդիկ կան ամբողջ դժվարությունը քաշում են իրենց ուսերի վրա, բայց մարդիկ էլ կան կարող են տեղաբաշխել աշխատանք, ձևով ստացվում է դա։ Բաշխոտ են, իրենց հետ որ շփվում ես, կանգնած ես, ասում դες սրա էսի բերել, քեզ մի հատ անգամից գործի ա տալու։ Այսինքն այս մարդը լրիվ համակարգում է ընդանուր վիճակը։ Ուրեմն տեսեք, հնարավոր է դուք ճանաչեցիք ձեզ մեկ կամ մի քանի նկարագրություններով։ Կարևոր է հասկանալ, որ չկա ճիշտ կամ սխալ ոչ։ Կա այն, որ բնական է հենց ձեզ համար է եւ արդյունավետ է կոնկրետ ձեզ համար։ Հիմա տեսեք, այս ոճերի մեջ չկա ինչ-որ ճիշտ կամ սխալ, հա, որն է ճիշտ, որն է սխալ։ Ուղղակի ես ուզեցի կիսվել մի քանի ոճերի հետ, որովհետեւ դուք ինքներդ ձեզ գտնեք, որ ոճն է ձեր համար ավելի մոտ։ Հարց է առաջանում, ինչի համար։ Ասեք։ Ինչ։ Որպես դուք տեսնեք, որտեղ եք ուժեղ։ Չէ՞։ Հա, թույլ է կարող։ Ուժեղացնել կարող եք։ Ինչ։ Ուժեղ կողմերի վրա հիմնվենք։ Դա ինքնին է ներմոտ ստացվում։ Թույլը կարող է բարձրացնել, բայց ուժեղ կողմը ինքնին է ստացվում։ Ով տեսավ իրեն որոշակի ոճի մեջ։ Ով տեսավ իրան որոշակի ոճի մեջ։ Իսկ ով եղավ որ ընդհանրապես ոչ մի ոճի մեջ չկար, որպես առաջնորդ իրան չտեսավ։ Հիմա տեսեք, մենք բոլորս, ինչպես սկզբում ասեցի, վախենում ենք առաջնորդ բառից։ Եթե դուք հեռատես առաջնորդ եք, դուք պետք է աշխատեք, որպեսզի պարզ ձևով, հասկանալի տերմիններով կարողանաք փոխանցել պատմությունները, ապագայի պատկերը, որին դուք գտնում եք։ Պարզ ձեր աուդիտորիային հասկանալի բառերով։ Եթե դուք այդպիսի մարդ եք, որ կարող եք նկարագրել եք գեղեցիկ ապագա, կարող եք ցույց տալ դա եւ դրանով մարդկանց վարակել, հա, ծախել այդ իդեալի գաղափարը։ Դուք պետք է աշխատեք դա անեք ինչքան հնարավոր է պարզ եւ հասանելի ձեր շրջապատի համար։ Ինչի, որովհետեւ դա ձեր ուժեղ կողմն է եւ պատկերացրեք ու խոսում եք, այնպիսի բառեր եք ասում, որ ձեր դիմացին հասկանալի չէ, չեք կարողանում ձեր միտքը պարզ ձևակերպել, չեք կարողանում ձեր երազանքները լավագույն ապագան ճիշտ ձևով ներկայացնել, շատ եք դուք, ասենք դրա մեջ ունեք ձեզ հարիր եք, դուք դա սիրում եք անել, դուք դա կանեք այնպիսի ձևով, որ կլինի անարդյունավետ, հա։ Հիմա, եթե վերցնենք գործի մեջ, մենք ներկայացնում ենք ընկերության ապագան, ուր է գնում ընկերությունը, ինչ պլաններ ունի, չէ՞։ Հիմա եթե դա պարզ լեզվով չբացատրենք մենք մարդու, այդ ապագայի պատկերը պարզ չներկայացնենք, մարդու համար դա ինչ-որ բան կլինի, չի լինի։ Օրինակ, օգտագործենք ինչ-որ տեխնիկական բառեր, ասենք ոսկի յունիտ չբացատրենք յունիտը ինչ է։ Ասենք, չգիտեմ ինչ թվային տեխնոլոգիաներ, չգիտեմ ինչ, բայց չբացատրենք եւ թվային տեխնոլոգիան ինչ է, հա։ Ինչպես մարդը իրեն կզգա այդտեղ, ինչ կստանա մարդը, հա։ Այսինքն, ինչքան հնարավոր է, պարզ կարողանանք ներկայացնել մեր ապագայի պատկերացումը։ Եթե մենք այդպիսի լիդեր ենք, որ մարդկանց կարող ենք ոգևորենք հենց ապագայի մեծ երազանքներով եւ նպատակներով։
Օրինակ ով է իր մեջ զգում, որ ինքը կարող է մարդկանց, ասենք, մարդը շատ հիասթափված վիճակ է, դու կարող ես իր հետ ապագայի մասին խոսել եւ իրեն ներշնչել, ոգևորել, կա այդպիսի մարդիկ։ Դա պետք է անեք պարզ, հասարակ, հասանելի, եւ դա կլինի ուժեղ կողմը, կլինի ուժեղացրեցի ձեզ, Մյուսը, եթե դուք ուսուցիչ եք, սովորեք, բացատրեք, ժամանակ պետք է հատկացնենք, հատկապես եթե թիմի հետ եք աշխատում, այն առանցքային լիդերների կամ առանցքային գործընկերների հետ անհատական հանդիպումներ անցկացնենք եւ կարողանանք դիմացինին լսենք, որովհետեւ ուսուցիչները միած հատկություն ունեն իրաց։ Իրանք չեն կարող լսել։ Իրանք գիտեցածը արագ ասում։ Այսինքն տեսեք, եթե դուք այդպիսի մարդիկ սիրում եք սովորեցնել, որ մի տեղ գրում եք, պետք է դուք անպայման սովորեցնեք, հրավերեք, ասենք, հարևանը հասում է, ասում ես, պետք է խմես ես թեյը, սոդայով բանան ունես, եւ այլն, չէ։ Ինչն է այդ մարդկանց խնդիրը, որ իրենք չեն կարողանում լսել դիմացին, Ռինատ լսենք, հետո նոր կարողանանք իրենց սովորեցնել։ Տեսեք, մոտիվատորները, ովքեր կարող են ոգևորել մարդկանց, դա տարբեր հարցերի շուրջ։ Եթե դուք այդպիսի մարդ եք, դուք կարող եք ուսումնասիրել շատ առաջնորդների կենսագրություններ, պատմություններ, աշխատեք, որ դուք ելույթ ունենաք, հանրային ելույթների վրա աշխատեք, եւ դուք նաեւ կարող եք ձեր մոտ ունենալ յուրաքանչյուր մարդու ես խորհուրդ եմ տալիս, ունենալ հաջողության օրագիր։ Այսինքն գրեք ձեր հաջողությունները, ֆիքսեք ձեր հաջողությունները։ Կա այդպիսի մարդը, որ գրում է ֆիքսում իր հաջողությունը, թեկուզ կարճ հաջողություն։ Ես կարող եմ ձեզ այսպիսի խորհուրդ տալ։ Հոգնակ արդեն, ով հոգնակ։ Հələ վերջում պարանում Թեման հասանելի է, թե բարդ է ով ձեր հասանել, շատ բարդ է ասել։ Ով կարող է ամեն օր փորձեք ձեր մոտ գրել։ Ամեն օր ձեր ապրած օրվա կյանքից 5 հաջողություն օրվա մեջ գրեք ու մոտ ստացվի 5 հաջողություն, նույնիսկ փոքր հաջողությունները։ Հիմա եթե մենք ուզում ենք այդպիսի մոտիվատոր դառնալ, մյուսների ոգևորող այսպիսի եւ դա մեր մոտ ստացվում է, մենք պետք է ունենանք այդպիսի մի հատ օրագիր, որ մենք սկսենք ֆիքսել հաջողությունները, հաջողակ մարդկանց կեսագրությունները կարտան, որպեսզի մյուսներին հեշտ լինի հետագայում ոգևորել, մոտիվացնել, ինչպես ասում եմ։ Եթե դուք փորձեք այդ 5 հաջողությունները ձևակերպեք ձեր մոտ, փորձեք ձևակերպել այդ 5 հաջողությունները, սկզբում շատ դժվար կլինի։ Օրինակ, ինչը կարող եք դուք հաջողություն համարեք։ Օրինակ, ես դուք տեսնեք եք, դա հաջողություն է։ Մարդը ասում է ինձ եկա։ Համար հաջողություն չէ։ Էլ ինչ հաջողություն է եղել միջև այսօր այստեղ տարած էր կապում, կարող եք հիշել։ Որ տեր եք կանգնել եք ավտոնա, կանգնեցրել եք։ Ինչ, պարկովքեր այդ մեծ հաջողություն է։ Ինչ հաջողություն կարող եք դուք ֆիքսել ձեզ կապում, ինչ արեցիք դուք։ Նայեք մի հատ բան կա, եթե մենք կյանքում, հատկապես երբ որ զբաղվում եք բիզնեսով, եթե մենք կյանքում չունենք ինքնավստահություն, ինքնավստահություն չունենք, մեզ չեն հետևի, որպես լիդերներ։ Մեզ չեն հետևի, դու կարող ես շատ գիտելիքներ ունենաս, բայց ինքնավստահ չես։ Ես այս վերջերս գիտեք ինչի վրա եմ ուշադրություն դարձրել, չգիտեմ, կարող է ճաշակն է փոխվել, բայց ուշադրություն եմ դարձրել։ Գեղեցկության մրցույթների ժամանակ Դենց էլ գեղեցիկ կանակ չեն ընկնում, առաջի տեղը, ով են էդ համաձայն, թե չէ համաձայն, երևի ճաշակն է փոխել։ Բա ովքեր են ընկնում առաջի տեղը։ Ինքնավստահները։ Ինքնավստահ մարդիկ, չեմ ասում, եսասեր մարդիկ, տարբեր բաներ են, չարնեքին է։ Եսասերությունը էդի ուրիշ բան է։ Ճիշտ է, պետք է ունենալ որոշակի եսասերություն, բայց այդ էգոիզմի կարող է տանել, որը արդեն վտանգավոր է, կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց։
օրինակ էգոիստ կան, ես ասել մարդ, քիչ է կարա սովորի։ Հիմա տեսեք, եթե ես ինքնավստահություն եմ, իրականում պատկերացրեք մենք շատ ծավալուն թեմա ենք ուսումնասիրում եւ դու կարող եք տարբեր ճյուղեր վերցնել, ես խոսում եմ հիմնական կողմերից, բացառություններից չեմ խոսում։ Մեկը կարող է նստածները իմ հետ վիճի մտքով։ Ասում, բայց չէ որ սա էլ կա, հա սա էլ կա, չասեցի չկա։ Ամեն ինչ կա այս կարգում։ Բայց ես խոսում եմ հիմնական դրսևորումներից, հա, որովհետեւ որոշակիորեն կարողանանք կոնկրետացնել եւ մեր համար դարձնենք տեսանելի եւ հասանելի։ Հիմա, եթե մարդը ինքնավստահ է, գրավիչ է մյուսների համար, գրավիչ է, ուժեղ է, գրավիչ է։ Հիմա դուք ուզում եք լինել այդպիսի առաջնորդ, որովհետեւ մոտիվացնեք, գրավիչ լինեք, հա։ Դու կարող եք արդեն այսօրվանից սկսած անցնել պրակտիկ գործողությունների, կարող եք կարդալ հաջողված մարդկանց կյանքերը, որը ձեզ կներշնչի իրոք վստահությամբ։ Երբ որ մենք զբաղվում ենք բիզնեսով, ստանում ենք մեժումներ, մեր հետ լինում են տարբեր խնդիրներ, անընդհատ փորձում են արժե զրկել, ելույթ ունեցար, բեմից իջար, այնտեղ արդեն դու ինքն ես մտածում, որտեղ լավ չխոսեցի կամ ես եղավ էր, հետո այնտեղ մեկը գալիս ասում է, լավ չէր ելույթը, այն մյուսը գալիս ասում, օ ինչ հրաշալի խոսեցի, այն մյուսը տարապես քնում է կամ տալիջից քնում է, չէ՞։ Հիմա եթե դու չունենաք այդ ինքնավստահությունը չվերականգնեք, հետո քնում եք տուն, գիշերը ասենք արդեն քնելուց առաջ ասենք իզուրել ես ելույթ ունեցա, ինչի համար ես կամ ինչ-որ մեկին ոչ բոլորի մոտ է ժողովուրդ, ես չեմ ասում բոլորի մոտ այդպես։ Հիմնական կողմեր կա, որ դուք դա զգում եք կյանքում, չէ՞, զգում եք դա կյանքում։ Հիմա տեսեք, ձեզ պետք է վերականգնել ձեր ինքնավստահությունը եւ ոչ թե ավելի շատ խորացնել անինքնավստահությունը։ Ինչ ձևով պետք է։ Կարելի է կարդալ, եւ ես ձեզ ասեմ, երբ որ դուք ճիշտ եք կարդում, հատկապես հաջողված մարդկանց, մյուս մարդկանց կյանքը, դուք լցնում եք ուժով, էներգիայով եւ կարող եք շարունակել։ Նույնը դուք կարող եք լինել մյուսների համար այդպիսի մարդ, հա։ Ես այսօր ինձ համարում եմ այդպիսի մարդ։ Երբ որ մենք հանդիպում ենք, իրանք այդ մարդիկ ուժեղանում են, հա, իրենց վախերը, իրենց այդ մյուս անհաջողությունները ուղղակի կորչում են։ Իմ մտորորդում, հա, այդպես է, ուզում եք այդպես է, հենց այդ մարդիկ են, հա, որոնք որ անում են։ Մյուսը, եթե տեսնենք, այստեղ քննարկենք, մոտիվատորները քննարկեցին, մի րոպե հեռատես, մենտորը ասեցին, մոտիվատորների համար ինչ են անում, ուսումնասիրում են եւ ռազմավարները տեսնենք։ Ռազմավար մարդիկ ուսումնասիրեք բիզնես, ինչ է շարքում ռազմավարությունը, հա, ընդհանրապես ինչ կա տակտիկա եւ կա ստրատեգիա։ Ով կարող է տարբերությունը ասել։ Տակտիկայի եւ ստրատեգիայի։ Ով կարող է։ Զինվորականները։ Գիտես։ Ո՞րն է տակտիկայի ստրատեգիան։ Տակտիկան ուղղված Ստրատեգիան հեռատեսական պլան է, ճիշտ ասեմ։ Այսինքն ինչ է ստացվում։ Տակտիկական հարցերում, որ մանր խնդիրներ է, ավելի ոնց որ շեշտադրված է։ Ոչ իհարկե ոչ բոլորի, բայց ավելի շեշտադրված է այդ բաժը, ավելի հեշտ է։ Հիմա տեսեք, եթե մենք վերցնենք այս ռազմավարական գծերը, ավելի շատ այն մարդիկ են, ով այդ մանր խնդիրները, թիմի մանր բոլոր խնդիրներին աշխատում են, յուրաքանչյուրի հոգսերով, չինեցի, կազմում են ստրատեգիական պլանից բացի կազմում են ես այն եմ, կազմում են պլան, ոնց կարան, ասենք, տեղաբաշխեն, տեղին հարցերը պլանավորեն, պլանի B պլանը, B պլանի D պլանը, այդ կաշկի մարդիկ է։ Ուրեմն ինչ եք անում, մշակեք գործողությունների պլան և հիմնվեք հաջողված դեպքերի վրա հիմնվեք, այսինքն ինչը որ դուք այդպիսի մարդիկ խնդիր ունենան,
իրենք, ասենք, հիմնվում են այնպիսի դեպքերի վրա, որ ասենք պետք է նոր ինչ-որ լուծումներ առաջարկեն։ Շեշտը դրեք այն լուծումների վրա, որ դուք արել եք ու ստացվել է, պետք չի նոր բան։ Նոր բաներ է պետք նորել, բայց աշխատեք այդ ստացված կողմերի վրա, որովհետեւ շատ դժվար չլինի։ Համակարգում են, տեսեք, ինչ են անում։ Ավելի շատ յուրացրեք կառավարման գործիքները։ Ուսումնասիրեք օրինակ որպես հոգեբանական տիպերը մարդկանց եւ սովորեք աշխատանքը տեղաբաշխել, վերահասկեք այս գործից լավ են իրար։ Մի քիչ ռազմավարների նման են, բայց մյուս խնդիրը, որ իրանք կարող են տեղաբաշխել եւ ընդհանրապես պահանջել մարդկանցից։ Կա այդպիսի մարդ, որ կարող է պահանջել, հա, պահանջկոտ է։ Լավ է ձեր կարծիքով պահանջկոտ լինելը։ Շատ լավ է։ Դուք որ պահանջկոտ եք, ձեզ արժևորում են։ Բայց մյուս ծայրահեղություն կա։ Օրինակ, ինչպիսի ծայրահեղություն կա։ Չէ, ասենք չափի մեջ, պես ասենք, չափը որն է։ Եթե դու մարդուց պահանջում եք առանց իրեն սովորեցնելու, դուք դառնում եք վատաման։ Թշնամի եք դառնում, որ բան։ Ոնց որ ես ասեմ ինչ-որ մի հատ բան պահանջեմ, ասեմ խոսքի գնային թող տպե, ինքը չգիտի արի ոնց անի, բայց դու քնապե, հա։ Երեխաների նկատմամբ այդպիսի բանջարություն կլինի։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Տվյալ մարդիկ կարող են իրենք պահանջկոտ լինել։ Եվ տեսեք այս պահանը նայենք ու անցնենք գործնական մասին, հա։ Հենց կհասցնենք, դեռ մնա մեզ ոնց որ ասում են մի քանի րոպե։ Ճկունությունը հաջողության բանալին է։ Ինչ առումով մենք պետք է ճկուն լինենք եւ կարողանանք դրսեւորենք մեր առաջնորդության հատկանիշները, որը տվյալ պարագայում կլինի ավելի պրակտիկ։ Հա։ Ունենանք, հասկանանք, որ կա այսպիսի հատկանիշներ եւ մենք սկսենք դրսեւորել։ Տեսեք, կարող ենք տեսնել ճկուն մարդիկ արագ փոփոխությունների են ենթարկվում իրենք մանկամից, տարբեր անհատականությունների եւ կարող են շփվել, տեսնում եք, չէ՞։ Դա շատ լավ հատկանիշ է, երբ որ մենք ունենք այս ճկունությունը։ Տեսեք, եթե դուք լիդեր եք, նորեկների հետ ինչպես եք աշխատում։ Նորեկների հետ ճկունություն եք տեսնում։ Ինչպես եք աշխատում։ Տեսեք, ավելի շատ ուղղորդում ենք, հա, տալիս ենք հատուցություններ, քայլեր, ուսուցանում ենք իրենց, աջակցում ենք սխալների նկատմամբ ժամանակ ոգևորում ենք եւ իմանում ենք ինչ է իրենց մոտ չստացվեց։ Որպես լիդեր, ֆիքսեք ձեր մոտ։ Որպես լիդեր մենք պետք է ունենանք այսպիսի դրսևորում, եթե դուք նորեկների հետ աշխատում եք, նոր մարդիկ կան, մարդիկ ովքեր նոր թիմագիստներ են ունեն իրենց մոտ, կան այդպիսի մարդիկ։ Հիմա տեսեք, եթե դուք լիդեր եք, արդեն ես ես ասել, դուք արդեն առաջնորդ եք, եթե ունեք այդպիսի մարդիկ, ավելի պարզեցնում ենք։ Եվ ինչ պետք է լինել։ Պետք է տվյալ մարդկանց հետ հատուկ ցուցումներ, քայլեր նշել, ինչպես պետք է մարդը աշխատի, ուսուցանենք, հիմնական գիտելիքները փոխանցենք։ Եթե դուք գիտելիք չեք փոխանցում, հետո չպահանջեք, մարդիկ չեն աշխատում։ Տեսա՞ք, նոր ասեցի։ Եվ ում հետ եք մենք աշխատում։ Ում է։ Ով որ ճկուն է եւ փորձում է սովորել։ Հա։ Հիմա եթե այստեղ մարդիկ կան նստած, ես աշխատանք եմ տանում։ Մարդիկ կան փորձում են սովորել, ճկուն են, չէ՞։ Ես ում հետ պետք է աշխատեմ։ Այդ մարդկանց հետ։ Ափսոս չէ։ Ափսոս է, չէ՞։ Ժամանակս կյանքս։ Դուք էլ պետք է տեսնեք ձեր թիմի մեջ, ես չեմ ասում անուն տնեք մարդկանց ու չաշխատեք հետները։ Բայց դուք պետք է աշխատեք հենց այն մարդկանց հետ, ովքեր ուսուցանվող են, ովքեր փորձում են սովորել եւ հետադարձ կապ կա իրանց հետ։ Կառուցողական կապ է։ Եթե դուք նույնիսկ քննադատում եք, պետք է նաեւ գովասանք լինի։ Չէ՞։ Եվ քննադատեք եւ գովեք։ Տեսեք, այսօր քննադատությունը շատ է, չէ՞, եթե տեսեք։ Բայց ում եք գովում։ Ում եք գովում։ Կարող է մեկին գովաս, այդ մարդը այնքան գովաբանես, ինքը
կորցնի իրականության ընկալումը, այսպես ասած։ Բայց մյուս ծառայություններ կա։ Եթե մենք չգովաբանենք, մենք չենք կարող մարդկանց ուշ ներշնչել, չէ՞։ Չենք կարող ոգևորել մարդկանց։ Եվ տեսեք, կոմպլիմենտը, երբ որ դուք գովում եք, դա այն ապրանքն է, այն արժեքն է, որի համար պետք չի վճարել։ Դուք փող չեք ծախսում, բայց կարող եք գովել, չէ՞ մարդուն։ Կարող եք գովել բարձրացնել, հատկապես նորեկներին։ Որտեղ եթե նորեկներին սկզբնական էտապի մեջ դուք չգովեցիք, չբարձրացրեցիք, հետո չեք կարողանալ իրենց հետ աշխատել։ Փորձառու գործընկերները ինչպես են շփվում։ Հարցեր ենք տալիս, հա։ Լսում ենք իրենց կարծիքը եւ արդեն համատեղ որոշումներ են կայացնում իրենց հետ։ Ներգրավում ենք կառավարման process-ի մեջ։ Արդեն այո, դու փորձառուների խորհրդատվական մոտեցում եք տալիս, ավելի շատ։ Մարդը արդեն ունի որոշակի փորձառություն, մարդը արդեն ունի դիրք, ստատուս, աշխատում ես իր հետ, իմանում ես, օգտագործում ես եւ խորհուրդ ես տալիս, ասում ես, որ ես քեզ խորհուրդ կտայի, այսպես կառուցել բիզնեսը եւ աշխատում ես ավելի շատ խորհրդատվական ուղղությունով։ Եվ տարբեր իրավիճակում ինչպիսի դրսևորումներ ենք մենք ունենալու։ Սա էլ ասեմ, թիմի կառավարման մեջ, բիզնեսի մեջ տարբեր էտապներ ենք անցնում։ Կան ճգնաժամային իրավիճակներ, ժողովուրդ։ Ինչպես պետք է դրսևորենք մեր ճգնաժամային իրավիճակը, որպես առաջնորդներ, կարող եք գրել ձեռով։ Պետք է դրսևորենք վճռականություն եւ վստահություն։ Ձեր կողքի մարդիկ պետք է դա զգան, որ դուք մնացիք վստահ, անկոտրում։ Եթե դուք չարեցիք դա, իրանք զգացին ձեր թուլությունը, դուք ճգնաժամի ժամանակ չեք կարող ձեր թիմին հանել։ Չեք կարող ճգնաժամի ժամանակ առաջնորդել ձեր թիմին։ Ինչպիսի ճգնաժամներ կարող են լինել թիմային աշխատանքի մեջ, շատ ճգնաժամային պահեր կարող են։ Եվ մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ, եւ բիզնեսի մեջ կարող է չստացվի, շատ խնդիրներ առաջանում։ Հենց այդ ժամանակ պետք է արագ որոշումներ կայացնել, հստակցություններ տալ, հա։ Եվ մարդկանց հետ աշխատել հանգստությունը պահպանելով։ Դուք ինքներդ պետք է պանիկայի չմատնանալ։ Կարող է ինչ-որ մի բան սխալ լինի, ինչ-որ բան չստացվի։ Օրինակ, այսօրվա ելույթը մեր պրեզիդենտի ինչ ձևի ստացվեց։ Ճգնաժամային իրավիճակ առաջացավ, չէ՞։ Հիմա որպես լիդեր, եթե հանգստությունը պահպանես ամենաառաջ։ Մյուսը արագ լուծում էր։ Տեսեք, այստեղ մտածեցի միկրոֆոնները, բայց արագ լուծում չեղավ։ Ուշ լուծում եղավ, վերջի լուծումը եղավ։ Բիզնեսը երբ որ սկսում է աճել ձեր մոտ, ամեն ինչ լավ է գնում։ Ում մոտ է հիմա ամեն ինչ լավ գնում, ում մոտ է ճգնաժամ։ Ում մոտ է ճգնաժամ։ Ճգնաժամ։ Ում մոտ է հիմա աճման փուլի մեջ է մարդը։ Սկսում է աճել բիզնեսը իր անում։ Հա։ Ավարտելը փուլից հետո է, հա։ Տեսեք, այստեղ արդեն ռազմավարական պլանավորում, երկարաժամկետ նպատակներ, հա, դրսևորում ենք մենք։ Ռեսուրսները տեղաբաշխում ենք եւ խոսում ենք նոր հնարավորություններից, մարդկանց ցույց ենք տալիս ավելի զարգացման փուլը, որ մենք հիմա այս փուլում ենք եւ գնում ենք ավելի բարձր, հատ V փուլի մեջ ենք մտնում, հա, այդպես ենք աշխատում թիմերի հետ։ Լինում է նաեւ անգման փուլ, երբ որ իջնում է դեռ շրջանառություն չկա։ Պետք է մոտիվացիա կիրառել, նոր մարտահրավերներ եւ այդ ժամանակ ավելի շատ դիմանալ։ Մոտիվացիան որն է։ Թիմի ոգու բարձրացումը, դժվար պահերին մոտիվացնել, ճգնաժամային այդ պահերին պետք է սկսել խոսել ավելի շատ հնարավորությունների մասին, որ հետո մեզ կտրվի, եթե մենք հաղթահարենք այս դժվարությունները, հա, եւ մենք ավելի պետք է մարդկանց ոգևորենք։ Սա առաջնորդի օրագիրն է, որը դուք տեսնում եք, եւ ես ուզում եմ ձեզ այսպիսի մի առաջարկել։ Գրում եք իրավիճակը, կիրառված ոճը եւ արդյունքը։ Ինչ է նշանակում իրավիճակը։ Մենք տեսանք մի քանի առաջնորդների ոճեր։ Այդտեղ գրում ենք, տեսեք,
իրավիճակը գրում եք ինչ իրավիճակ է եւ դուք ինչ առաջնորդի ոչ իրարեցիք։ Փորձում եք նա ուսումնասիրել, որ գտնեք դուք ինչ ոչի առաջնորդ եք։ Ասենք ինչ առաջնորդ է։ Օրինակ ոսկի խնդիրներ առաջացել, որտեղ պետք է համակարգի տեղաբաշխի ռեսուրսները եւ մարդկանց բան անել, գործի դնել, կարգավորել։ Իրավիճակը այդպես իրավիճակ է։ Ինչ արեցի ես, կիրառեցի ոչը, ինչ ոչ է եւ արդյունքում ինչ եղավ։ Ընդհանուր ես ներկայացնեմ իմ պատմությունը, այդ պատմության մեջ ես եղել եմ համակարգող ծեր, ըստ իս։ Երրորդ մարտերի ժամանակ Խրամատի Խաչաձև խաչմերուկում երբ որ թաքնված ենք եղել, իմ դիրքի հավաքը կապ տվեց հրամանատարին ու խնդրեց, որ նահանջ տան, քանի որ չէին դիմադրում այդ արկերի այդ ժամանակ ես որոշեցի, որ ավելավ հարցակվել, քան նահանջել, քանի որ հարցակվես, ճշնամին տեսնի քո ուժը, հավանականությունը ավելի մեծ է, որ շուտ է կնահանջի։ Ես կապնվեցի հրամանատարի հետ ու խնդրեցի, որ տենց բան չանեն ու մեզ հավելել օգնություն ուղարկեն։ Այդ ժամանակ խոսեցի ընդհանուր անձնակազմի հետ, անձնակազմում կային մարդիկ, ովքեր վախենում էին մտնել կրակակետեր ու կրակել։ Անձամբ պեկայիստը վախենում էր, պեկայիստին փոխել եմ իր օգնականի հետ, օգնականն է առաջ եկել, պեկայիստը մնաց օգնական, ես նռնակաձիգ էի, վերցրել եմ իմ օգնականի ձեռքից արկերը, ամբողջը վերցրել եմ իմ վրա ու պայմանավորվեցինք, երբ որ արկերի պայթուն դադարեն արկերով խփել, միանգամից պետք է բաժանվենք տարբեր ուղղություններով ու երեք ուղղությունով մտնենք կրակակետեր։ Ու այդ ընթացքում ես կապնվել եմ իմ կողքի մարտական դիրքի ավակի հետ ու ասել, երբ որ արկերի պայթունը կանգնի, դադարեն խփել մինամյոտով, միանգամից երկու պոստից մենք կրակ բացենք իրենց վրա, որովհետև նրանք արդեն իրենց մարտական դիրքից դուրս էին գալիս ու հարձակում էին իմ պոստի վրա։ Ու տենց հաջողության հասան։ Հիմա ձեր կարծիքով ինչ ոչեր է դրսևորել տվյալ հասարակությունը։ Մեկ ասեք։ Մոտիվացիա։ Ռազմավար էր։ Այո։ Թող մեկը բարձանա ասում, մեկը կամեք ասեք։ Դուք ասեք։ Սպասեք։ Տարբեր ոչեր կար, չէ՞։ Չէ, տարբեր ոչեր չէ։ Օրինակ, ոչերից մեկը ասեք ու բնութագրեք, որ մարդը դրսևորել է։ Ասա ես այ։ Իրենք ոչը դրսևորել է, հեռատես առաջնորդ, ռազմավարից մի հատվածը, մեկ էլ ընդհանուր համակարգով, ամենաշատը հիմնական Համակարգով էր։ որովհետև տարբեր մարդկանց միավորել է մեկ բաշխել ուղերը, օրինակ բեկայստին փոխել է։ Փոխել է, տեսեք, համակարգով են, ավելի շատ համակարգով է։ Ու ստեղծնասանուն աշխատանքային գործընթաց, երբ որ արկերը դատեցին, всё, ակաղացել։ Ռազմավարականից է, որ մենակ են բանը, որ քաոսային իրավիճակը վերածել է նորմալ իրավիճակի։ Տեսնում եք, շնորհակալություն, շատ շնորհակալ եմ, որ ստացիստիկ պատմությունները։ Տեսնում եք, տարբեր ձևով դրսևորվում է մեր առօրյա կյանքում եւ այդպիսի ծայրահեղ իրավիճակներում, ինչպիսի պատերազմային ճգնաժամերն են։ Մարդը դրսևորելով, համակարգելով, փոխարինելով, չէ՞, կազմակերպել է ընդհանուր տվյալ դիրքի պաշտպանություն։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ, ասենք, հրամանատարական կազմը արդեն չուներ տվյալ վստահություն, հա, ինչ որ առումով նաև դրսևորվել է այն բանը, որ ինքը տեսել է լավագույն ապագան, որ հնարավոր է հաղթել, չէ՞։ Այսինքն նաև հեռատեսություն է դրսևորել, չէ՞, ինչ որ անգամ, բայց ուժեղ գծերը մենք տեսանք, ինքը մտածել է ոնց կարելի է կառավարել այդ process-ը եւ իրոք հասնել արդյունքի, հաջողության։ Բայց չկիսվեցիք, ինչ եղավ դրանց հետո։ Դատարեցնենք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Կան մարդիկ, ովքեր նորից ուզում են ինչ-որ պատմությունով կիսվել։ Եկեք այստեղ կիսվեք։ Ուզում ես կիսվել։
արի կիսվի, դա դու կասման։ Հիմա տեսնում եք, որ կյանքի պայմանների մեջ, առօրյայի մեջ դրսևորումներ լինում են, այտենց շատ մի բաներ եք, էլի, որ չէ, այ ոչ չկա էլի։ Ուրեմն իմ հետ նմանատիպ բան կատարվեց, ուրեմն պատերազմի ժամանակ ապրիլյանի Թալիշում ենք գտնվում։ Ես երիտասարդ երկրապահների նախագահն էի, իմ հետ թիմ կար, գնացել ենք միասին եւ մեր հետ այնց ոչ մեկ կապի մեջ չէինք, ոչ կապի միջոց կար, ոչ մի բան, հայտնվել ենք մի հատ տարածաշրջանում, որ չգիտենք թե լրիվ անծանոթ տարածաշրջանում ենք եւ այդ ժամանակ մենք չգիտեինք, որ պայթող, հատարակող այդ բեսպիլոտիկներ կա, էլի, մենք գիտենք մենակ նկարահանողա, եկավ պայթեց մեր վրա, մենք մի հատ գոմի մեջ էինք, թաքնված էինք այդտեղ, ուտեղ 11 զոհ տվեցինք, ուտեղ իմ թիմակիցները, հա, իմ հետ զինծառայողները, ովքեր որ իմ հետ եկել են կամավոր էին, բոլորը խառնվեցին իրար, կորցրեցինք իրար, խոռում էին դեղ, չգիտեմ, մեկը ասում էր, ես իմ տունն եմ ուզում, ես չեմ պատկերացրել, որ այս վիճակն է, այսպես, եւ տեղ մի անգամից ես բոլորին հավաքեցի, ասացի եկեք ուժեղ լինենք, ամեն ինչ լավ կլինի, ես խոստանում եմ, որ բոլորս կգնանք տուն ու եկեք իրար հետ լինենք եւ այդտեղ հասկացանք, որ ոնց որ այդ բեսպիլոտիկը պայթում էր մեծամասնության վրա, էլի, ասի եկեք իրարից մի քանի հեռավորության վրա 2-3, այո, եւ ամեն ինչ խոստանում եմ լավ կլինի, բայց ոչ մի կապի միջոց բան չկա, ասենք թե չգիտենք ինչ կլինի, տեղ ու մի քիչ հանգստացան իրանք, տենց մի հատ վիճակ է, հետո սնունդ չկար, մեր այդ որտեղ օտարակեց, մեր այդ բոլոր ուսապարկերը այնտեղ էին, մեր այդ սնունդները եւ թողեցինք մենք մի քիչ փախելիք ու փախվել ենք մի հատ ինչ-որ զորի մեջ, հետո մութը երբ որ ընկավ, լրիվ արդեն մի ցելի օր սոված էինք, ես ասացի մեր ուսապարկերը մնացել անդե, ով է գալի իմ հետ գնանք բերենք, էլի։ Ես ասացի պիտի գնանք բերենք, հաստատ գոնե սոված չմնանք, ուտեղ մի քանի ասի ախային եկեք գնանք ու բերենք։ Տենց գնացինք, մի քանի կեսը վարվել էր, բայց մի քանի հատ մնացել էր, ու բերեցինք այդտեղ հիմնական կանաներ, որ ոգեշնչեցի ու ասեցի ախային մնացեք, գնալու ենք տուն, գնալու ենք մեր կապանից զորերը մելի քեֆ ենք անելու, ոնց որ ատում ենք, ավելի լավ ենք ապրելու, ու տենց պարկացու եմ մնացած որ կային մեր հետ, ոչ մի բան չեղավ, հետ վերադարձանք տուն էլի։ Հանգստացրեցի։ Շնորհակալ եմ։ Տեսեք, մարդիկ դրսևորել են լիդերական հատկանիշներ, առաջնորդներ են, չէ՞։ Տվյալ անձնավորությունը ամենապահանջված անձնավորությունն է այդ իրավիճակի մեջ։ Մյուսները կարող են ունենան ավելի շատ հմտություններ, չէ՞։ Բայց տվյալ առաջնորդը, ձեզ ասեմ, գոյության եւ ընդհանրապես կյանքի շարունակման ուժն է։ Եթե հասարակությունը չի ծնում այդպիսի մարդկանց, դա ամենապահանջված հատկանիշն է այսօրվա հասարակարգի մեջ, ընդհանրապես դարերի մեջ եղել է։ Դրա համար դուք եթե ուզում եք ինչ-որ պահանջված մարդ դառնալ, դուք պետք է լինեք այդպիսի մարդ, չվախենալ, կարող եք Ուզում եմ պատմել դեպք, երբ որ մենք բնական ջրեր ենք արտադրում, հիմար ենք արտադրում, ու մի քանի տարի առաջ, պատերազմել բիզնեսն է, ասենք ու մի քանի տարի առաջ մենք ուրեմն Եվրոպա պետք է ուղարկենք որոշակի հատված մեր բնական ջրերից ու այդ արտադրման process-ի ժամանակ ու շատ քիչ ժամանակ ունենք, մեր մեծ այդ սարքերից մեկը փչանում է։ Ու բոլորս այսպես ենթարկվում ենք ստրեսի, պանիկայի սկսվում, որովհետև մենք ունենք ընդհանրապես մեկ օր ու քանակը դեռ չկա ու բոլորը ստրեսի մեջ ասում ժողովուրդ մի վարքյան, երաժշտություն ենք միացնում ու սկսում ենք բարել։ Այդ սկզբից մի քանի վարքյանը աշխատողներին թվաց, թե իրենց շեֆը բանա, քցեց ու հետո սկսեցին ինձ հետ բարել։ Դե հայկական ինչ ասես բարեցինք, այդ ստրեսը ամբողջությամբ մեր միջից դուրս եկավ, հանգստացանք ու ասեցի վերջ, հիմա զանգում ենք մեր պատվիրակին։
Զանգում ենք ու ազնվորեն ասում ենք, որ պետք է մեզ ժամանակ տա, որպեսզի մենք կարողանանք մեր պատվերը վերջնականացնել, էլի։ Ու այս պատմությունը ես ամեն անգամ այդ ճգնաժամային իրավիճակ որ լինում է, հիշում եմ, որովհետև այդ սթրեսը շատ կարևոր է, որ չթողենք, որ մեզ այսպես վերջնականապես տիրի ու հա, էլի, ու ապատասի բիզնեսի վրա։ Այսքան է երևի, այդ դրանց հետո մի խոսքով խոսեցինք, ամեն ինչ լավ էր, երեք օր տվեցին, մենք ուղարկեցինք մեր պատվերը ու ամեն ինչ լավ ավարտվեց։ Շնորհակալ եմ կապարը։ Շատ շնորհակալ եմ։ Որը տեսել։ Բան էի ուզում ասել, ռազմավարության մարտավարության կապած, ռազմավարությունը ուրեմն դա երկարաժամկետ պլանավորում է, ռազմավարը այն մարդն է, որ երկարաժամկետ պլանավորում է օրինակ բիզնեսը 1 տարով, 2 տարով, 10 տարով եւ այլն։ Մարտավարությունը, երբ որ կարճաժամկետ, օրինակ այն մարտավարական բաներ իրար է, այո, այն ավելի շատ տակտիկական, հա, մարտավարական է, քան ռազմավարական։ Շնորհակալ եմ։ Տեսեք մարտա կողմնորոշել 16 Ուրեմն իսկ իրեն գործողությունները ինչպես կբնութագրեիք մեր ազնվորության բարելու այդ պահին, որ լիճեմ է տրճում։ Մոտիվացել է։ Կան էլի մարդիկ, եթե ուզում մի հոգի ևս է վերջ, որտեղ մեր մուսնիկերի ժամանակը տանում ենք։ Այսքան մարդիկ ամենաց չենք հասել ժոր։ Աշվենն է։ Ով ալվում։ Լավ, բերեք նորեկներից տրամանեք, արեցու բերեք։ Ինքը ինչ է արել, չէ, լավ, տվեք, ձեր պատմությունը պատմեք ունեք։ Հա, չէ, լավ։ Շնորհակալություն։ Ուրեմն, երբ որ ես ընդունվեցի աշխատանքի թանգարանում, թանգարանի ամենաերիտասարդ աշխատողն է այդ ժամանակ, դեռ նոր էի ավարտել, եւ հենց սկզբից հասկացա, որ թանգարանում պակասա ինչ-որ ծրագիր, որը կհեշտացնի իրանց աշխատանքը։ Մի աղոտ այսպես իրենք պատկերացում ունեին, որ դիետ ունենան, բայց չգիտեին ոնց պիտի լինի։ Քանի որ ես այդ ժամանակ ոչ մեկն համակարգիչ չգիտեր, իսկ ես ընդունվել էի թանգարան հենց որպես համակարգչային օպերատոր, նախաձեռնությունը վերցրեցին ձեռքը եւ սարքեցինք ծրագիր, որը կթվայնացնի թանգարանային ամբողջ առարկաները, ընդամենը 1 թվի հաշվով, այսինքն առարկայի թիվը ասելով մենք կարող ենք բացել ամբողջ անձնագիրը, այդ պետքա լրիվ թվայնացվեր ու համակարգիչ անցներ ամբողջ առարկաները, անձնագրի ձևը սարքեցինք, թվայնացրեցինք, ինչը հեշտացրեց թանգարանի աշխատանքը եւ բոլորը արդեն սովորեցին օգտվել դրանից, դրանից հետո բոլոր գիտաշխատողներ կարողացել են հանգիստ օգտվել համակարգչի ծրագրից եւ բայց վերջում իհարկե ընթացքը ես արդեն չարեցի, որովհետեւ բոլոր արդեն սովորել էին անելը, բայց այնպես ստացվեց, որ ես համակարգչային օպերատորից դարձա գիտաշխատող եւ հիմա իրականում նորից իմ սարքած ծրագիրը ես եմ աշխատացնում թանգարանում էլի։ Շատ հեշտ է, ընդամենը առարկայի թիվ իմանալով կարող ենք ցանկացած առարկայի անձնագիր բացել եւ ամբողջ ինֆորմացիայի տիրապետել։ Ինչը որ հեշտացել է թանգարանի աշխատանքը։ Շնորհակալություն։ Ձեր կարծիքով ինչ դրսևորեց, ով կարող է ասել։ Համակարգել է աշխատանքը, այո։ Համակարգել։ Շնորհակալ եմ, ես խոսքը փոխանցում եմ։ Շնորհակալություն հայտնենք մենք մեկ անգամ ևս Լիպարի Զաքարյանին գործնական, պրակտիկ գիտելիքներ տալու համար հուսամ այս ամբողջ ինֆորմացիան յուրաքանչյուրս կփորձենք առավելագույն օգտագործել մեր բիզնեսը զարգացնելու, մեր թիմերը ել ավելի կատարելագործելու համար։ Շնորհակալ եմ ձեզ ձեր հմուտ խոսքերի ու ձեր հմուտ փորձի համար։